Տիեզերական չափումներով սրընթաց արագությամբ երկրին է մոտենում խորհրդավոր երկնային օբյեկտ, որը նախկինում երբեք չի երևացել։ 3i Atlas, հազվագյուտ միջաստղային օբյեկտ, որը հայտնաբերվել է այս ամռանը եւ բուռն քննարկումներ առաջացրել։ Երկնային մարմինը շարժվում է 210,000 կմ/ժ կամ վայրկյանում գրեթե 60 կմ արագությամբ։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ավի Լոեբի խոսքով, այս մասշտաբի օբյեկտը կարող է հայտնվել միայն 10,000 տարին մեկ անգամ։ Ըստ NASA-ի 3i Atlas-ը որևէ սպառնալիք չի ներկայացնում երկրի համար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ օբյեկտը երկրագնդին ամենամոտը կլինի դեկտեմբերին, մոտ 270 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Աստերոիդի քաշը 33 միլիարդ տոննայից ավելի է, օբյեկտի տրամագիծը մոտ 5 կիլոմետր է, մոտավորապես Մանհեթենի կղզու չափ։ Աստղակերպը տարբերվում է իր նախորդներից տարօրինակ քիմիական բաղադրությամբ։ Օբյեկտի շուրջ նիկելի գոլորշու ամպեր են նկատվել առանց երկաթի։ Սա զարմացնում է գիտնականներին, քանի որ սովորաբար նիկելը եւ երկաթը միասին են հանդես գալիս տիեզերական մարմիններում։ Whether that may be some kind of a conspiracy that Ինձ հարցրել են, թե արդյոք դա կարող է լինել որևէ դավադրություն, որը կապված կլինի այլմոլորակային ինտելեկտի հետ։ Ես կարծում եմ, շատ ավելի հավանական է, որ դա երկրային հիմարության, քան այլմոլորակային ինտելեկտի արդյունք լինի։ Մինչև այժմ բազմաթիվ աստերոիդներ են անցել երկրի մոտով, որոշները պոտենցիալ վտանգավոր։ Վերջին ցնցող դեպքը 2013-ին էր, երբ աշխարհը ականատես եղավ սարսափեցնող տիեզերական իրադարձության։ Մոտ 18-ից 20 մետր տրամագծով երկնային օբյեկտը հայտնվեց Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում եւ պայթեց մոտ 30 կիլոմետր բարձրության վրա։ Առաջացած հարվածային ալիքը 6 քաղաքներում վնասեց շուրջ 7200 շինություն, կոտրելով բոլոր ապակիները եւ վիրավորելով ավելի քան 1500 մարդու։ Այս իրադարձության վտանգն այն էր, որ աստղակերպը չէր հայտնաբերվել մինչև մթնոլորտ մտնելը, քանի որ այն մոտենում էր թաքնվելով արեգակի շողերի մեջ։ Իսկ երկրին մոտեցող Atlas աստղակերպը Չելյաբինսկի մետեորոիդից ծանր է 3 միլիոն անգամ։ Մերի Դանիելյան, Free Open Media։